Թող Աստված փառավորվի մեր բոլոր լուր աղոթքների մեջ եւ Աստված փառավորվի նաեւ մեր տեսանելի կյանքից ներս։ Մինչ պատրաստվում ենք Աստծո խոսքը լսելու եւ մեր միտքը եւ կենտրոնացումը դարձյալ պահում ենք Փիլիպպեցիներին ուղված նամակի վրա եւ այսօրվա հատվածը խիստ կարեւոր հատված է։ Այսօրվա հատվածը, որ պիտի լսեք, միայն ուսուցում չէ, այսօրվա հատվածի մեջ և հատվածի միջոցով եկեղեցին դարերով ցույց է տվել իր հավատամքը, իր դոգման, իր վարդապետությունը, իր ուսուցումը, իր համոզումը, թե ում է հավատացել, ում է վստահել։ Բայց ուզում եմ այսօր այդ հատվածը կարդանք և մտնենք այդ հատվածի մեջ այլ ակնոցներով։ Գիտելիք, իմացություն, բայց նաև կյանք և գործողություն։ Եկեք լսենք Աստծո խոսքը և տեսնենք այսօրվա հատվածը ինչ ունի մեզ ասելու։ Վերնագիրը, որ այսօր դրել ենք, մեկն է Քրիստոսի միտքը։ Փիլիպպեցիներին ուղված նամակ 2-րդ գլուխ 5-ից 11 համարներ։ Լսեցեք Աստծո խոսքը։ Թող ձեր մեջ լինի այն խոհեմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծու բնությունն ունենալով Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ ինքն իրեն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես հայտնվելով, ինքն իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ խաչի մահ։ Դրա համար էլ Աստված առավել բարձրացրեց նրան և մի անուն շնորհեց նրան, որ ամեն անունից ավելի բարձր է, որպեսզի Հիսուսի անվանը ծալվի երկնավորների, երկրայինների և երկրի տակ եղողների ամեն ծունկ, և ամեն լեզու խոստովանի, որ Հիսուս Քրիստոս Տեր է, Հոր Աստծո փառքի համար։ Ամեն։ Եկեք լուր աղոթքով մեր սրտերը պատրաստենք այս խոսքի համար։ Բերանիս խոսքերը ու սրտիս խորհուրդները քո առջևը թող ընդունելի լինեն, ով Աստված։ Եվ մինչ այս հատվածի վրա պիտի մտածենք, խորհրդացենք, քո հոգիովդ մեզ առաջնորդիր։ Ամեն։ Խաչը, Տեր Հիսուս Քրիստոսի խաչը Աստծո ստորագրությունն է, որ բոլոր դարերի, ժամանակների, պատմության վրա դրեց անջնջելի։ Եթե ուզում ենք Աստծո սիրտը մոտիկից ճանաչել, Աստծո ով լինելը հասկանալ, խաչը, որքան էլ որ ահավոր գործիք էր, դարձավ դեպի Աստծո սիրտն ու էությունը տանող ճանապարհը, Աստծո սիրտը բացահայտող ճանապարհը։ Խաչը ոչ միայն Աստծո ստորագրությունն է, այլ նաև Աստծո կնիքն է մեր փրկագնման համար, որի մեջ ու որի միջոցով մենք այսօր կանգնում ենք համոզումով, հաստատ, գիտակցելով, որ Աստված ամենաթանկ գինը վճարեց, որ այսօր կարողանանք մենք բոլորս իրեն ճանաչողները գանք վստահությամբ, համարձակությամբ։ Բայց խաչի նպատակը միայն փրկագնումը չէր։ Աստված փրկեց մեզ նպատակի համար։ Եվ այդ նպատակը նաև ցույց է տալիս այս հատվածի մեջ։ Աստված իր որդու միջոցով մեզ համար ճանապարհ հարթեց, որպեսզի մենք կարողանանք իր շավիղներին հետևել։ Այս հատվածը որքան էլ որ ուսուցում է, հավատո հանգանակ է, հիմք է, հենք է, որտեղ շատերն ասում են, որ առաջի դարում եկեղեցում նորահավատները երգում էին այս երգը և միանում եկեղեցուն, մաս կազմում այս եկեղեցում, որպեսզի ցույց տան իրենց համոզումն ու հավատքը Քրիստոսի վրա։
բայց սա նաև օրինակ է։ Այս հատվածը օրինակ է հետևելու, ընթացք ապրելու և Քրիստոսին նմանվելու, Քրիստոսի միտքը ունենալ։ Սա մի խորհուրդ է, որ առաքյալը երկրորդ գլխի առաջին համարներից արդեն խոսեց, պատրաստեց և ցույց տվեց ինչ է նշանակում լինել միախորհուրդ, մեկ միտք ունենալ։ Եվ այդ միտքը և այդ խորհուրդը առաքյալը բերում և կապում է Քրիստոսի հետ։ 5-րդ համարում ասում է. թող ձեր մեջ լինի այն խորհեմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր։ Ուրիշ խոսքով, եկեղեցում, քանի դեռ ապրում ենք իրար հետ, մենք կանչված ենք իրար նայելու և իրար ձեռք մեկնելու և իրար բարձրացնելու, բայց երբեք կանչված չենք իրար հետ համեմատվելու։ Եկեղեցու տկար կողմը նա է, որ մարդիկ սկսում են համեմատվել մեկը մյուսի հետ, և այդ համեմատությունը բերում է տարբեր խորհուրդներ, տարբեր մտածումներ, տարբեր գործելակերպ և արդյունքը պառակտումն է։ Դրա համար առաքյալը այս նամակի մեջ աղաղակում է ամեն համարի մեջ, ամեն բառի մեջ, կոչ անելով, որ մեկությունը, միաբանությունը Քրիստոսի մեջ և Քրիստոսի միջոցով պահվի ամեն գնով և որպես գերագույն օրինակ, որպես ամենակենտրոնական օրինակը, որի վրա կանչված ենք կանգնելու, մնալու և մեր հայացքը ուղղելու, Քրիստոսին է բերում։ Հակառակ որ այս նամակում Պողոս ինքն իր օրինակով է խոսում, Տիմոթեոսին է բերում որպես օրինակ, Եփաբրոդիտոսին է բերում որպես օրինակ, ցույց տալու այդ խոնարհությունը, խոհեմությունը, մեկ միտք ունենալու և Քրիստոսին ընդօրինակելու ընթացքը, բայց որպեսզի ցույց տա, թե իրենք ում են հետևում, Քրիստոսի օրինակն է բերում մեր առջև։ Գիտեք, երբ որ սկսում ենք աջ ու ձախ նայել, մեր հայացքը, մեր կենտրոնացումը Քրիստոսի վրայից շեղվում է։ Դրա համար փոխանակ աջ ու ձախ նայելու։ Եկեք նայենք առաջ, նայենք վեր և մեր հայացքը միշտ պահենք վեր։ Այս նամակում առաքյալը թևավոր խոսք ունի, որ ուրիշ բառերով, բայց այս նույն միտքն է արտահայտում։ Մեր քաղաքացիությունը երկնքում է։ Ձեր հայացքը ուղղեք վեր և Քրիստոսի օրինակի վրա կենտրոնացած եկեք մտածենք, թե ինչ է նշանակում Քրիստոսի միտքը ունենալ։ Քրիստոսի միտքը ունենալ նշանակում է Քրիստոսանման լինել և Քրիստոսի պես վարվել, գործել, ապրել։ Քրիստոսի միտքը ունենալ միայն իմացություն չէ, միայն գիտելիք չէ, միայն իր ուսմունքները վերցնել չէ, Քրիստոսի միտքը ունենալ նշանակում է Քրիստոսի օրինակին հետևել և ապրել այն կյանքը, այն ընթացքը, որի մեջ ինքը հավատարիմ մնաց։ Երբ որ առաքյալն ասում է Քրիստոսի միտքը ունեցեք, նույն խոհեմությունը, նույն միտքը ունեցեք, սա հորդոր է, պատվեր է։ Գիտեք, սա ինչպես պիտի վերցնենք, ինչպես որ 5 դագարանում Աստված կոչ է անում, սուրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ։ Ինչպես որ Աստվածաշնչի տարբեր հատվածների ու համարների մեջ հորդորում է իրեն հնազանդելու, այս հատվածը ևս կոչ է հնազանդության, Քրիստոսի միտքը ունեցեք։ Քրիստոսի միտքը Քրիստոսի վարվեցողությունն է, և եկեք նայենք այս հատվածի մեջ, թե Քրիստոս ինչպես վարվեց։ Այս հատվածը պիտի 3 կարևոր ուղղություններով նայենք, գործնական դրսևորումներով, կյանքը ապրելու բանաձևեր, որոնք պիտի օգնեն վերաքաղ անելու, քննելու մեր անձերը և տեսնելու արդյոք մենք Քրիստոսի միտքը, վարվեցողությունը ունենք այսօր, թե ոչ։ Առաջին, ինքնակենտրոն կյանքի փոխարեն կանչված ենք ապրելու աստվածակենտրոն կյանք։
ինքնակենտրոն, եսակենտրոն կյանքի փոխարեն կանչված ենք ապրելու աստվածակենտրոն կյանք։ Քրիստոս խոնարհվեց։ Ինչ է սա նշանակում։ Քրիստոս խոնարհվեց եւ իր անձնազոհ արարքի միջոցով ցույց տվեց, որ իր փառքը, իր կարգավիճակը իրեն բռնող բան չէր, որից կարճած մնար։ Աստծո խոսքն ասում է, Աստծո բնությունն ունենալով, Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց։ Այս բառը գիտեք ինչ է նշանակում։ Այս բառը հափշտակություն նշանակում է մի բան, որից բռնվեր եւ կարճած մնար, եւ ոչ մի գնով բաց չթողներ։ Քրիստոս ինքնակենտրոն, կեցվածք եւ օրինակ չէր։ Իր անձից դուրս նայեց աշխարհին, նայեց ստեղծագործությանը, տեսավ մեղավոր ընկած մարդկությունը եւ կարծես այդ հորդորին կոչին ով պիտի գնա, ահա ես։ Քրիստոս ինքնակենտրոն կյանքով չապրեց իր փառքի մեջ, այլ խոնարհվեց եւ այդ խոնարհությունը տեսնում ենք մարթանալով։ Մենք շատ ենք աստվածության, Քրիստոսի աստվածության ապացույցներ փնտրող համարներ որոնում Աստվածաշնչի մեջ, ահավասիկ։ Այս համարը ուղիղ հստակ ասում է, որ Աստծո բնությունն ունենալով Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց։ Այս համարը գալիս եւ Հովանու ավետարանի առաջին գլխի առաջին համարի հետ համահունչ գնում է։ Սկզբում էր բանը Աստծո մոտ էր եւ բանը Աստված էր։ Կամ Կողոսացիների մեջ, որ Աստծո ամբողջական լիությունը բնակվում էր նրա մեջ։ Քրիստոսի խոնարհությունը ինքնախոնարհության ամենամեծ օրինակն է։ Հակոբոս առաքյալը 4-րդ գլխի առաջին 10 համարներում հետաքրքրական կոչ է անում եկեղեցուն։ Որտեղից են պատերազմները, որտեղից են կռիվները, որտեղից են գալիս այս բոլոր բաները։ Եվ մի մտածեք, որ խոսում է աշխարհի մեջ ու աշխարհի մասին։ Եկեղեցուն է գրում, հավատացյալներին է գրում։ Որտեղից են անհամաձայնություններն ու կռիվները։ Մեկ բան կասում է. ցանկանում եք, բայց չարաչար եք ցանկանում, լավ նպատակներով չեք ցանկանում։ Հակոբոս առաքյալը այդ հատվածը իր հորդորները տալուց հետո 10-րդ համարում ասում է. խոնարեցրեք ձեր անձերը Աստծո առաջ եւ նա իր ժամանակին կբարձրացնի ձեզ։ Գործնական կյանքը քրիստոնեության մեջ տեսանելի գործնական կյանքը դրսևորվում է խոնարհությամբ։ Ինձ պետք չեն, ձեզ էլ պետք չեն երբեմնի ձեռքբերումները, անունը, փառքը, պատիվը, հեղինակությունը, այն բոլոր հատկանիշները, որ աշխարհը պիտակներով փակցնում եւ բարձրացնում է։ Մեզ պետք է Քրիստոսի օրինակին հետևել եւ դա խոնարհ ու կյանքի օրինակն է։ Գիտեք, որ Աստվածաշնչում սրան հակառակ մեկ այլ օրինակ կա եւ Եսայի մարգարեն հստակ կերպով ցույց է տալիս, թե այդ օրինակը ինչքան վտանգավոր եւ ինչքան մահաբեր է։ Եսային 14-րդ գլխի 12-րդ համարում այս կոչն է անում եւ աղաղակը. ինչպես վայր ընկար երկնքից, ով առավոտյան արյուսակ, արշալույսի որդի, գետին տապալվեցիր դու, որ ստորացնում էիր ազգերին։ Ինքդ ասում է իր քո սրտում, երկինք կելնեմ, իմ գահը կդնեմ Աստծո աստղերից էլ վեր, կնստեմ աստղածների ժողովի լեռան վրա, հյուսիսային ծայրամասում, կբարձրանամ ամպերի գագաթին, կնմանվեմ
ամենաբարձրյալին։ Արժե համեմատել Քրիստոսի օրինակը մարգարեական այս խոսքի օրինակի հետ։ Արժե համեմատել։ Քրիստոս, որ վայելում էր փառքը, մեծությունը, ամեն բան իրեն իր ձեռքի տակ էր, խոնարհվեց ու հրաժարվեց։ Արարվածը փափագեց, ձգտեց բարձրանալու եւ իր աթոռը Աստծո աթոռին հավասար դնելու։ Ինչ մեղք։ Աստծո գահը գրավելու մղումն ու փափագը չարից է։ Եվ Եդեմի պարտեզում պարտված սատանան փորձեց ներքաշել Աստծո ստեղծագործությունը եւ իր ետևից տանել։ Հիշում եք պարտեզի մեջ երկխոսության ամբողջ ասելիքը ինչ էր։ Աստվածների նման կլինես։ Մարդն էլ ընկավ եւ մարդկային ցեղը ընկավ, որովհետեւ խոնարհությունը աստվածային հատկանիշ է։ Խոնարհությունը աստվածային հատկանիշ է։ Հիսուս ստեղծողը, ստեղծիչը ինքնակամ դարձավ մարդ։ Քրիստոսի խոնարհությունը նախատինք է սատանայի համար եւ բոլոր նրանց համար, ովքեր իրենց քիթը բարձր են պահում եւ հպարտորեն քայլում են ասելով, որ ինչու պիտի խոնարհեմ, ում առաջ պիտի խոնարհեմ։ Գիտեք, մեր հայ իրականության մեջ մենք հայերս սիրում ենք հպարտ լինել։ Ես շատ եմ լսել իմ ծառայության փորձառության մեջ մանավանդ տղամարդիկ Աստծո առաջ ինչի պիտի խոնարհեմ։ Ես իմ կյանքում ոչ մեկի առաջ չեմ խոնարհվել։ Եվ գիտեք ինչքան դժվար է դարձի եկած նույնիսկ նորահավատ տղամարդու համար, հայ տղամարդու համար գլուխը գախել եւ աղոթել։ Էլ չեմ ասում ծունկի գալ։ Բայց Աստված իր օրինակով ցույց տվեց, թե խոնարհությունը Աստծո հատկանիշն է եւ խոնարհությունը դրսևորվում է ուժի մեջ։ Աստված Քրիստոսը իր զորության, իշխանության, կարողության մեջ խոնարհվեց։ Եթե այսօր ես եւ դու պիտի մտածենք, եթե այսօր ես եւ դու պիտի փորձենք պատկերացնել մեր կյանքը Քրիստոսի օրինակի մեջ, ինչպես է դրսևորվելու այսօր, այստեղ մեզանում։ Աստված քեզ շնորհներ է տվել, տաղանդներ է տվել, ձիրքեր է տվել, կարողություն է տվել, ուժ է տվել, ում համար ես գործածում։ Ինչպես ես գործածում։ Աշխատանքի մեջ, ովքեր որ բիզնեսի մեջ են, կվգայեն սա։ Եթե ուզում ես մարդկանց փորձել, շատ ձևեր կան, բայց այս մեկը ճիշտ է այսօր հիշելը։ Եթե ուզում ես մարդկանց փորձել, պարտականություններ ես տալիս, անում են, լավ աշխատող է, ինչ ասում ես, անում է, բայց սա չի դրսևորում մարդու իրականով լինելը։ Գործի մեջ մարդ արարածին վստահիր պաշտոն, պատասխանատվություն, իրավունքներ տուր եւ կտեսնես իրական դեմքը անձի։ Եվ կտեսնես իր դրսևորումը, իր իրական ով լինելը, ինչպես է արտահայտվում։ Աստված ամբողջ իր իշխանության մեջ ներդրեց իր ողջ ներուժը, որբեսի մարդկությունը վերականգնի։ Մեղավոր ընկած մարդկությունը վերականգնի։ Այսօր մենք, երբ որ ունենում ենք հեղինակություն եւ իշխանություն, ինչ ենք անում։ Քրիստոսանման օրինակը այդ ամենը գործածելն է իշահ ուրիշների։
Երբ որ նայում ենք Քրիստոսի օրինակին, նայում ենք եւ տեսնում ենք, որ նա չմտածեց իր մասին, իր միտքը, մտահոգությունը մեղավոր ընկած մարդկությունն էր, ուրիշների կենսական կարիքները ավելի կարևորեց, քան իր փառքը եւ իր ով լինելը։ Գիտեք, նոր գտակարանը եկեղեցին սահմանում է շատ բառերով, եւ մենք անգիր գիտենք դրանք. Քրիստոսի հարս, Քրիստոսի մարմին, տաճար, Աստծո ընտանիք։ Բայց Պողոս առաքյալ գործնական կյանքի համար, եկեղեցու համար այլ սահմանում ունի։ Եվ սա տեսնում ենք իր բոլոր նամակների մեջ։ Չկա հստակ սահմանում եկեղեցին սա է, բայց երբ որ խոսում է, գրում է եկեղեցիներին, Աստծո եկեղեցին նմանեցնում է մի պատկերի, որի մեջ բոլորն ապրում են մեկը մյուսի համար։ Առաքյալը հետաքրքրական ձևով եկեղեցուն ասում է. սիրեցեք միմյանց մեկըդ մյուսին, ներեցեք միմյանց մեկըդ մյուսին, իրարու բեռը կրեցեք, իրարու մեկըդ մյուսի բեռը կրեցեք եւ այսպես Քրիստոսի օրենքը կատարեցեք։ Հետաքրքրական է տեսնել, որ եկեղեցին աշխատող, դինամիկ, շարժուն մարմին է եւ այդ շարժումը ապահովում է Քրիստոսի հոգով մեկը մյուսի հանդեպ։ Քրիստոս ճիշտ նույնն արեց։ Իր ամբողջ ներուժը դրեց, որբեսի մեզ ազատի ու ձերբազատի մեղքի ու մահվան կապանքներից, մեր կենսական կարիքի համար, մեր փրկության համար Աստված մարդացավ։ Երկրորդ բանը, որ տեսնում ենք այս հատվածում, առաքյալը ցույց է տալիս, որ Քրիստոսի միտքը ունեցող մարդը չի գալիս ծառայություն ստանալու, գալիս է ծառայություն տալու։ Որքան հաճախ եմ լսում, ոչ այստեղ անշուշտ, բայց այն եկեղեցիներում, որ ծառայել եմ եւ փորձառություն ունեմ, հուսամ այստեղ չեմ լսի, պատվելի, ինձ լավ չվարվեցին ինձ հետ լավ չվերաբերվեցին, ինձ հետ լավ չխոսեցին, ինձ հետ այսպես, ինձ հետ այնպես։ Ինչ ենք փնտրում, երբ որ գալիս ենք միաբանության մեջ։ Ինչ ենք փնտրում։ Անուն, պատիվ, հեղինակություն, հարգանք։ Պիտի հիասթափեցնեմ ձեզ, եկեղեցին դրա համար չէ։ Եկեղեցին դրա համար չէ։ Այո, եկեղեցին ընտանիք է եւ պիտի սիրենք, հարգենք իրար, բարձրացնենք, պատվենք իրար, բայց դա չէ նպատակը։ Դրանք կերպերն են, կյանքը ապրելու, իրար հետ վարվելու։ Քրիստոսի օրինակ այս հատվածում մեզ ցույց է տալիս, որ Քրիստոս Աստծուն հավասար լինելը մեծ բան չհամարեց եւ խոնարհվեց։ Եվ այդ խոնարհությունը գիտեք ինչպես արտահայտվեց։ Ծառայի կերպարանք առավ։ Ինչպես որ իր աստվածությունը ամբողջական էր, լի ոչ մեկ բանով պակաս չէր եւ ինքը խոնարհվեց։ Եվ երբ որ խոնարհվեց, հատվածն ասում է, այդ նույն բառն է օգտագործում, ծառայի կերպարանք առավ, ամբողջական, առանց որևիցե մի պակասության, մեկ տարբերությամբ։ Քրիստոս մարդացավ, ապրեց մեզպես, դիմագրավեց բոլոր դժվարությունները, որ մեր մարդկային մարմնի մեջ ընկած մեղավոր վիճակի մեջ մենք դիմագրավում ենք այսօր, բայց այդ ամենն արեց առանց մեղանչելու։ Քրիստոս եկավ ծառայելու եւ ոչ թե ծառայություն ընդունելու։ Երբ որ նայեց մեղավոր մարդկությանը, դարձավ ծառա։ Երբ որ նայեց մեղավոր մարդկությանը, խոնարհվեց, իր փառքից իջավ, որբեսի մենք լցվենք
իր փառքով ու ներկայությամբ։ Այս հատվածի մեջ, երբ որ ասում ենք հրաժարվեց իր աստվածությունից կամ խոնարհվեց կամ բուն բառը դատարկվեց իր աստվածությունից, որոշ աստվածաբաններ ժամանակի մեջ ենթադրեցին, որ Քրիստոս ամբողջապես դատարկվեց իր աստվածային բնությունից եւ միայն մարդ եղավ։ Ոչ երբեք։ Ոչ երբեք։ Քրիստոս մարդացավ եւ իր կատարյալ աստվածությունը եւ իր կատարյալ մարդ լինելը տեսանք մարմնացած, մարդեղացած Քրիստոսի մեջ։ Բայց իր խոնարհությունը եւ Աստծուց ամբողջական կառչած լինելը իրեն զուսպ պահեց, որբեսի իր աստվածային ամբողջական ստորոգելիքները, զորությունը կյանքի եւ ընթացքի վրա չդնի։ Քրիստոս հրաշքներ կատարեց, այո, Աստծո հոգիով ու առաջնորդությամբ։ Քրիստոս գործեց նշաններով, ուսուցումներով եւ բժշկություններով, այո, Աստծո հոգուց կառչած եւ այդ առաջնորդությամբ։ Երբ որ նայում ենք Քրիստոսի կյանքին, տեսնում ենք նաեւ, որ ավետարանները եւս փաստում են, որ ինքը եկավ ծառայելու։ Մատթեոս ավետարանում Տերը ինքն է ասում, քանզի մարդու որդին չեկավ, որբեսի սպասավորություն ընդունի, այլ սպասավորություն տա, ծառայի եւ շատերի համար իր կյանքը դնի։ Գիտեք, վերնատանը մեր Տիրոջ վերջին ժամերին, երբ որ վերջին անգամ իր աշակերտների հետ հաց կիսեց եւ բոլոր ժամանակների համար եկեղեցուն վստահեց այդ մեծ խորհուրդը։ Ոչ ոք ծառայի պարտականությունը չուզեց իրականացնել։ Քրիստոս ելավ սեղանից, հանեց իր հագուստը, հանեց իր փառքը, հանեց իր վարդապետ եւ ուսուցիչ լինելը, հանեց իր մեծությունը, մերկացավ իր ով լինելուց եւ խոնարհվեց։ Ավետարանիչն ասում է, որ սրբիչը փաթաթեց մեջքին, կոնքամանի մեջ ջուր լցրեց եւ սկսեց հերթով աշակերտների ոտքերը լվանալ։ Այս հատվածը մեզ սովորեցնում է ուղիղ համեմատական տանելով Հովհաննեսի ավետարանի այդ հատվածի հետ, որ ծառայությունը միտված է, մղված է հանդեպ դիմացինը։ Եվ այդ ծառայության գեր նպատակը, այդ ծառայության միակ նպատակը դիմացինի հոգևոր բարօրությունն է, օգնել մարդուն, որպեսզի տեսնի, ճանաչի, գա դեպի Աստված, համոզել մարդուն, ցույց տալ ճանապարհը եւ դա անել ծառայության հոգիով ու սիրով։ Քրիստոս այս ծառայության օրինակի մեջ եւս մեզ առաջնորդեց, որպեսզի մենք իրեն հետևենք։ Այս ծառայությունը էժան բան չէ։ Գիտեք, երբ որ եկեղեցում մարդկանց ասում ես արի ծառայություն արա, արագորեն համաձայնվում են, բայց երբ որ այդ ծառայությունը որոշակի պարտականություն, պատասխանատվություն եւ գին է ակնկալում, շուտով հետ են քաշվում։ Քրիստոսի օրինակի միջոցով մեզ վստահված ծառայությունը գին ունի, արժեք ունի։ Քրիստոս իր կյանքով վճարեց դա։ Ցույց տալու համար, որ այս կյանքում բարձրագույն արժեքը ոչ թե իմ կյանքս, իմ ընթացքս, իմ փափագս, իմ երազս, իմ ուզածս է, այլ Աստծո կամքը իրականացնելը եւ ամբողջապես իրեն հնազանդելը։ Շատ մարդիկ պատրաստ են ծառայել մյուսներին։ Միայն մի պայմանով, որ դա ոչ մի գին չարժենա, ոչ մի բան չակնկալվի ու չպահանջվի։
Եթե կա վճարում, եթե կա ծախս, եթե կա գին, մարդիկ կորցնում են հետաքրքրությունը այդ ծառայության եւ այդ ուղղության նկատմամբ։ Այս հատվածն ասում է, որ Քրիստոս մարդու կերպարանք առավ, մարդու պես եղավ, խոնարհվեց եւ հոժարեց մեռնելու նույնիսկ խաչի մահվան։ Այն միտքը, որ հնազանդում է Քրիստոսին, այն միտքը, որ հետևում է Քրիստոսի օրինակին, չի խուսափում զոհաբերությունից, չի փախչում զոհաբերությունից, ապրում է Աստծո փառքի համար եւ ուրիշների բարօրության համար։ Գիշերը ցերեկ անում, ցերեկը գիշեր, տեսնելու ուր ինչ պետք կա, որպեսի հասնի։ Նորից եմ ասում, հոգևոր պետքերը մեր առջև ունենալով, որտեղ մարդու կենսական կարևոր պետքը Աստված ինքն է։ Դրա համար մեզ վստահված է ավետարանի խոսքը մարդկանց հասցնելու։ Զոհաբերությունը, պատրաստակամությունը տալու եւ ծառայությունը միասին են գնում։ Սրանք իրարից անկախ չեն, իրարից զատ առանձնացված չեն կարող լինել։ Մենք, ովքեր որ ապրել են Հայաստանում եւ մանավանդ կոմունիստական ժամանակաշրջանում, շատ լավ գիտեն սա։ Կոմունիստական կարգախոսը քչով չէր բավարարվում։ Կոմունիստական կարգախոսը ամբողջությամբ նվիրվելն էր։ Եվ նրանք, ովքեր մտնում էին այդ շարքերը, ամբողջապես իրենց կյանքը, ընթացքը նվիրաբերում էին։ Եթե աշխարհի մեջ գաղափարախոսությունների համար սա գործում էր եւ սա հաջողում էր, ինչու այսօր եկեղեցում սա պետք է կասկածի տակ դրվի կամ գործնական չդիտվի։ Եկեղեցին կանչված է ամբողջական նվիրումով ծառայելու Աստծուն մեկ նպատակի համար՝ փառավորելու նրան, փառավորելու նրա անունը։ Երրորդ բանը, որ այս հատվածում տեսնում ենք եւ ամփոփելու եմ այս համարով, 9-ից 11 համարներում Աստված Քրիստոսի խոնարհությունը տեսնելով Քրիստոսին բարձրացրեց։ Պողոս այս հատվածում, երկրորդ գլխի մանավանդ երրորդ համարում, զգուշացնում է եկեղեցուն փուչ սնապարծությունից, հպարտությունից հետ քաշվելու, որովհետև Աստված հպարտներին հակառակ է, բայց խոնարհներին շնորհք է տալիս։ Հիսուսը խոնարհվեց, Աստված իրեն բարձրացրեց։ Սատանան փորձեց բարձրանալ, ընկավ։ Մարդ Եդեմի պարտեզում իր բարձրության մեջ տգարացավ, ընկավ։ Իմաստություն է խոնարհ լինելը։ Այս հատվածը մեզ ասում է, որ Հիսուսին իր խոնարհության մեջ տրվեց անուն, Հիսուս, որ նշանակում է փրկիչ։ Հիսուսին իր փառքի մեջ տրվեց անուն, տերերի Տեր, որ ճանաչելի է լինելու երկրի վրա եղողների համար, երկնքում եղողների համար եւ երկրի ստորոտում, այսինքն իրեն չընդունողների համար։ Չկա անուն, որ ավելի վեր լինի, չկա անուն, որ ավելի վեր դրվի, չկա անուն, որի առջև բոլորը ծունկի մի օր չգան։ Միայն Քրիստոսի անունը։ Երբ Հիսուս դեպի խաչն էր ուղղվում, հոր փառքը իր միակ մտահոգությունն էր։ Աստծուն փառավորելը իր միակ մտահոգությունն էր։ Հայր, ժամը եկավ, փառավորիր քո որդուն, որպեսզի քո որդին էլ փառավորի
քեզ։ Հիսուս ասում է 17-րդ գլխի առաջին համարում Հովհաննեսի ավետարանի։ Իրականում մինչ Հիսուս խոնարհվեց եւ գնաց դեպի խաչ, իր խոնարհությունը Աստծուն փառք բերեց։ Եվ այդ փառքի մեջ Աստված նաև Քրիստոսին փառավորեց, իրեն հարություն տալով ու բարձրացնելով։ Փրկության գործը, Աստծո կողմից կատարված փրկության գործը շատ ավելի մեծ, շատ ավելի վեհ, շատ ավելի բարձր է, քան միայն անձի հոգու փրկությունը։ Այն Աստծո փառքի համար է։ Աստված կանչում է, փրկում է, բարձրացնում է մեկ նպատակի համար, որպեսզի իր անունը փառավորվի փրկվածի մեջ ու փրկվածի միջոցով։ Այն անձը, ով հնազանդության մտքով, քրիստոսանման կեցվածքով ապրում է ուրիշների համար, կանչված է զոհաբերություն եւ ծառայություն ցուցաբերելու։ Այն անձը, որ ինքնակենտրոն կյանքից դուրս է գալիս եւ աստվածակենտրոն կյանքով է ապրում, Քրիստոսի օրինակին հետևելով Աստծո անունն է փառավորելու, իսկ Աստված իր անվան փառքի համար ապրողներին երբեք մեկ կողմ անտեսված, մոռացված չի թողնելու։ Քրիստոսի խոնարհությունը, Քրիստոսի կյանքի օրինակը մեզ համար մարտահրավեր է այսօր։ Մեկ բան կա, եթե Քրիստոս հաղթահարեց այս բոլորը, մարդկային մարմնի մեջ խոստում ունի, որ մեզ մենակ չի թողնելու այս ընթացքի մեջ։ Այս նամակի մեջ ենք կարդում, կամենալը, կատարելը Աստծո գործն է։ Աստված իր բարի գործը, որ սկսել է, ավարտին պիտի հասցնի։ Մեզ մնում է միայն խոնարհել, վստահել Աստծո առաջնորդությանը եւ հանձնել մեր կյանքն ու ընթացքը իր ապահով ձեռքերի մեջ։ Քրիստոսի խոնարհությունը մեր օրինակն է։ Եկեք հետևենք իրեն։ Ամեն։ Առաջարկում եմ, որ ոտքի կանգնենք։ Մեր կանգնած տեղում աղոթքով, մեր լուր աղոթքով Աստծո առաջ գանք, մինչ նաև մեր համոզումը կարտահայտենք այս երգի միջոցով։